Գեղամ Նազարյան։ Շնորհակալություն։ Տեսեք, ստացվում է, որ մեր հասարակության մի շատ քիչ տոկոսը, որը ֆինանսական հնարավորություն ունի մեկնել արտերկիր եւ սովորել, այսինքն այստեղ իրենք արդեն տարբերվում են իրենց այն հասակակիցներից, որոնք գուցե եւ ավելի ընդունակ են, ավելի խելացի, բայց ծնողները գումար չունեն, մենք ուղարկում ենք, այսինքն իրենք իրենց միջոցներով գնում են արտերկրում սովորելու, մենք թույլ ենք տալի, որ գնան սովորելու, որովհետև նրանց հայրերը կամ քեռիները գումար ունեն, իսկ այն հայրերը եւ քեռիները, որոնք գումար չունեն, իրենց երեխաները գնում են մեկնում են զինվորական ծառայության, ուղիղ դպրոցական նստարանից դեպի բանակ եւ նույնիսկ չեն հասնում մեծ մասը կես տարի սովորել, հետո մենք ասում ենք, դե գիտեք, ձեզ մի հատ էլ նվեր ենք տալի, դուք կգաք 3 տարի կաշխատեք բավական լավ տեղերում, որտեղ մնացած երեխեքը չեն կարող։ Հիմա հարց, մենք ինչի ենք իրենց սենց ուզում օգնածել ենք, որն է պատճառը։ Պարոն Նազարյան, թույլ տվեք ձեր հետ չհամաձայնել, որ արտերկրում ուսումնառությունը ստացող մեր բոլոր քաղաքացիները սոցիալական որոշ կատեգորիայի են միայն պատկանում, այդպես չի։ Կարող է այդպիսի տպավորություն լինել, սակայն ես առնվազն այն ուրեմն տեղեկատվությամբ, որ տիրապետում եմ, կարող եմ վստահեցնել, որ շատ տարբեր ընտանիքներից են երեխաները մեկնում ուսումնառություն ստանալու եւ պետք է հիշեցնեմ, որ մենք ունենք նաեւ արտերկրում բուհերի պարագայում կրթաթոշակային տարաբնույթ համակարգ եւ կան շատ մեր քաղաքացիներ, որոնք սովորում են արտերկրի բուհերում փաստացիորեն օգտվելով կրթաթոշակային այդ համակարգերից եւ չվճարելով այդ ուսումնառության համար այդ մեծ ծավալի գումարները։ Ինչ վերաբերում է մեր այն քաղաքացիներին, որոնք մնում են եւ իրենց ուսումնառությունը շարունակում են մեր երկրի բուհերում, պետք է հիշեցնեմ, որ արդեն մի քանի տարի է 2023 թվականից մեր մոտ գործում է նաեւ մեր տեղական բուհերում տարկետման համակարգը կոնկրետ այն մասնագիտություններով, որոնք գերակա են։ Ժամանակը ավարտվեց, եթե դուք արձագանքեք, ես կշարունակեմ։ Արձագանքում եմ եւ ասում եմ, որ այո, ես էլ եմ տեղյակ, որ մի քանի դեպքեր կան, որ երեխաները կարողանում են ինչ-որ հիմնադրամներից գումար գտնել եւ սովորել, բայց դա ընդհանուր պատկերը չի փոխում։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ես ասում եմ, մենք ինչի ենք անհավասար պայմաններ ստեղծում մեր զինված ուժերում։ Մի մասին թույլ ենք տալիս, որ գնան սովորեն, չգիտես ինչու, ինչ սկզբունքով ընտրված այդ 50 բուհերում, որտեղ այդ 50 բուհեր, եկեք այդ 50 բուհերում ընդգրկենք նաև Հայաստանի Հանրապետության բուհերը եւ բոլորին դնենք հավասար պայմանների մեջ։ Իմ ասածը անհավասար պայմաններն է, թե ոնց են այդ գումարը ճարում, ոնց չեն ճարում, դա արդեն երրորդական հարցն է։ Մենք ինչու ենք տարբերակում դնում։ Պողոսը, երբ որ գնում է բանակ, սովորում ընդունվում է, չգիտեմ, ֆրանսիական համալսարան կամ ամերիկյան համալսարան, չգիտեմ, հայկական համալսարաններ, իրեն տանում ենք, չէ, բանակ։ Ոնց չենք տանում ենք։ Պարոն Նազարյան, ես փորձում էի հենց իմ պատասխանի վերջին հատվածում ասել այն մասին, որ եթե օրինակ մեր երիտասարդը ընդունվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, ապա օգտվում է տարկետման նույն հնարավորությունից եւ սա ըստ էության նշանակում է, որ պետությունը ոչ թե տարբերակված քաղաքականություն է վարում, այլ պետությունը փորձում է ձևավորված գիտելիքներն ու հմտությունները նպատակային օգտագործելու հնարավորություններ ստեղծել։ Կամ պետություններ, որոնք ունեն հատուկ նպատակային ծրագրեր քաղաքացիներին ուղարկելու լավագույն բուհերում սովորելու։ Եվ կան պետություններ, որոնք զգալի գումարներ են դրա համար ներդնում։ Եվ այստեղ շատ տրամաբանական շղթա է գործում։ Այդ բուհերը հայտնվել են Շանհայի վարկանիշավորման համակարգում մեծ գործիքակազմով ու ցուցիչներով համապատասխան արդյունք ցույց տալով։ Այդտեղ կրթված յուրաքանչյուր մարդը վերադառնալով այստեղ նաև պոտենցիալ է ստեղծում կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ զարգացման։ Ու մեր յուրաքանչյուրիս խնդիրն է ճիշտ օգտագործել այդ ռեսուրսը։ Գիտեք, մեր երկրում մենք շատ կամահրանքով ենք վերաբերում մարդու որակավորմանը։ Գերորակավորված մարդուն կարող ենք տանել շատ տեխնիկական պարզ գործառույթ իրականացնելու եւ հակառակը։ Ասում ենք պետք է ճիշտ վարվել։ Այդ ձևավորված գիտելիքն ու հմտությունները պետք է ճիշտ տեղերում ճիշտ օգտագործել։ Շնորհակալություն։